Հրաշալի Աստծո կամքի մեջ լինելը։ Գիտեք, մենք աղոթում ենք հայր մեր աղոթքը եւ աղոթքի մեջ մենք հետեւյալ միտքը նույնպես արտահայտում ենք եւ ասում քո կամքը լինի։ Քո կամքը լինի։ Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Եվ ուզում եմ ասել, որ Աստված իր կամքը չի թաքցնում իր ժողովրդից։ Աստված իր կամքը հայտնում է, որովհետեւ Աստված կամենում է, որպեսզի ես եւ դու իր կամքի մեջ լինենք։ Որովհետեւ ամենալավ տեղը մեզ համար իր կամքն է։ Աստծո կամքի մեջ է մեր ապահովությունը, Աստծո կամքի մեջ է մեր երջանկությունը, Աստծո կամքի մեջ է մեր ամեն լիությունը, եւ Աստծո կամքի մեջ է, որ դու քեզ երջանիկ կզգաս, Աստծո կամքի մեջ է այդ ամենը։ Աստված վատ բան չի կամենում։ Աստված չար բանով չի փորձում։ Աստված չար բաներ չի մտածում մեր մասին։ Եվ եթե մենք մտածում ենք Աստծո կամքի մասին, մենք պետք է իմանանք, որ Աստծո կամքը բարի է, հաճելի է եւ կատարյալ։ Չար բան չկա Աստծո կամքի մեջ։ Աստված կամենում է բարի բաներ մեզ համար։ Նա երազում է լավ բաներ մեզ համար։ Եվ իր կամքը գրված Աստծո իր խոսքի մեջ։ Այդ կամքը թաքցված չի մեզանից։ Մենք պետք է ուղղակի բացահայտենք Աստծո խոսքի մեջ իր կամքը մեր կյանքերի մեջ։ Այնքան կարևոր է, որ ես եւ դու վստահենք նրան, նրա խոսքին։ Ինչպես Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, ասելով, որ արդարը հավատքով կապրի։ Հռոմեացի թղթում խոսքն ասում է մեզ, որ արդարը հավատքով պիտի ապրի։ Հավատքով, իսկ հավատքը գալիս է լսելուց, լսելը Աստծո խոսքից։ Դա նշանակում է հավատքի կյանքը ապրելակերպ է եւ հավատքի կյանքը Աստծո կամքի համաձայն կյանքն է։ Եվ մենք պետք է ապրենք հավատքով եւ քայլենք հավատքով, գործենք հավատքով, ինչ էլ որ անենք, նրա կամքի համաձայն անենք, ինչ որ նա կամենում է։ Գիտեք, Հակոբոս առաքյալի թղթի մեջ 4-րդ գլխում եւ 13-րդ խոսքից հետեւյալ խոսքերն է գրում Հակոբոսը. ահա որ դուք ասում եք, թե այսօր եւ եկուց գնանք այսինչ քաղաքը եւ այնտեղ մի տարի լինենք, վաճառենք, շահենք։ Ինչ է կարծում մարդը, որ մտածում է իր կյանքի ընթացքի մասին։ Մտածում է, վատ բան է անում։ Վատ բան չի անում։ Մտածում է իր կյանքի մեջ, որպեսի հաջողություններ լինի, մտածում է իր կյանքի մեջ բարգավաճում լինի, օրտություններ լինի, ֆինանսական հաջողություններ լինի։ Եվ ասում է գնամ այսինչ քաղաք աշխատեմ, հա? Վատ բան չի մտածում։ Բայց նայեք այստեղ ինչ է Աստված մեզ սովորեցնում։ Դուք որ չգիտեք եկուցվա օրը ինչպիսի բան է ձեր կյանքը, մի շոքի, որ մի քիչ ժամանակ երևում է, հետո աներևույթ անում։ Փոխանակ որ պետք է ասեիք։ Գիտեք, նես չի, որ Աստված չի ուզում։ Աստված ուզում է, որ քո կյանքը գնա դեպի բարգավաճման, երջանկության ու ամեն լավ բան մեր կյանքի համար որ լինի։ Բայց այնքան կարևոր է, որ մենք ենք մտածում չիմանալով մեր եկուցվա օրը, ասում մենք որ մարդ ենք չգիտենք եկուցվա օրը։ Մենք չգիտենք ինչ է սատանան ծրագրել, ինչ է սատանան մտածում, ինչ ծուղակներ է պատրաստում, իսկ Աստված գիտի։ Եվ ասում է փոխանակ որ ասեիք։ Որ պետք է ասեիք, եթե Տերը կամենա եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կանենք։ Եթե Տերը կամենա, ապրենք, կյանք ունենանք եւ այս բանն էլ անենք, այդ ամենը լինի Տիրոջ կամքի մեջ։ Ուրեմն նախ եւ առաջ մեր կյանքի մեջ պետք է ձգտենք Տիրոջ կամքը ճանաչել։ Տիրոջ կամքի մեջ է մեր ապահովությունը, մեր օրհնությունը։ Տիրոջ կամքի մեջ է ամեն բան մեր կյանքում։ Գիտեք, մենք միշտ լավն ենք ծրագրում, բայց անելուց մենք ասում ենք, ես թարսությունն եղավ։ Մենք անելուց շատ անգամ հանդիպում ենք շատ ինչ-որ դժվար իրավիճակների։ Ու գիտեք, կարա Աստծո կամքի ընթացքի մեջ էլ դժվարություններ լինի։ Բայց երբ որ դու գիտես, որ դու Աստծո կամքի մեջ ես, դու այդ դժվարություններին ուրիշ կերպ ես նայում ու դու ուրիշ կերպ էլ անցնում ես, որտեվ Աստված առաջնորդում է քեզ։ Ամեն։ Դրա համար կարևոր է մեր սրտերի մեջ մի հատ հարցնենք, որ նա Տիրոջ կամքը։ Գնանք աղոթենք մի բան անելուց առաջ։ Ներսում մեր խաղաղություն ստանանք,
Սուրբ ոգին մեր մեջ է, որ մեզ հաստատի, Սուրբ ոգին մեր մեջ է, որ մեզ առաջնորդի ճշմարտության մեջ։ Չէ որ Հիսուսն ասեց լավ է որ ես գնամ, որովհետև եթե չգնամ Սուրբ ոգին մխիթարիչը չի գա, բայց որ նա գա, նա ձեզ կառաջնորդի ճշմարտության մեջ, կսովորեցնի, կհանդիմանի այս աշխարհին մեղքի համար եւ այլն։ Նա կառաջնորդի, նրա գործառույթը նույնպես Սուրբ ոգու մեր ներսում աշխատելն է, որ եւ նույնպես Աստծո կամքը հայտնելն է, հայտնության հոգին անա։ Բացի, բայց կարևորը դիմենք մենք Տիրոջը եւ Սուրբ ոգին մեր ներսում կհաստատի անելն է ճիշտ թե չանելն է ճիշտ։ Ում կյանքում է եղել, որ ինքը ծրագրել է ինչ որ լավ բաներ, որ պետք է անի, բայց ներսում հասկացել է, որ թող չանի էլի։ Ու չի արել ու հետո ասել ինչ լավա չարեցի։ Եղել է, չէ՞, տենց բան իմ կյանքում եղել է։ Իսկ եղել է, որ ասում այ մարդ գիտեի ներսում, որ պիտի չանեմ, խի արեցի։ Էդելա չէ եղել։ Այնքան լինում է, բայց այդ ամենը մեր ներսում ենք գիտենք։ Երբ որ մենք գնանք աղոթքի սենյակ ու մենք սկսենք Տիրոջ հետ խոսել, Սուրբ ոգին մեզ կհաստատի։ Անենք թե չանենք։ Ինչպես անենք։ Ամեն։ Եվ մի պատմություն, որ ես ուզում եմ տեսնենք Ծննդոց 26-րդ գլխից, որը վերաբերվում է Իսահակին, Իսահակի կյանքի հետ։ Առաջի խոսքից։ Եվ երկրի մեջ մեծ սով եղավ։ Գիտեք, հենց առաջի խոսքը սկսվում է, որ երկիրը եկավ խնդրի մեջ, մեծ սով եղավ։ Բացի այն առաջի սովից, որ Աբրահամի օրերում եղել էր։ Իսահակ Աբրահամին խոստացված որդին էր։ Եվ Աբրահամից հետո Իսահակն էր կրում տեսիլքը։ Տեսիլքը, խոստմունքը Իսահակով պետք է լիներ։ Եվ Աստված, երբ որ խոսում է սերունդի մասին, ասում է ես եմ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Եվ Իսահակը, որը որ Աստծո հետ հարաբերություն ուներ, երկրի մեջ ասում է սով եղավ, բացի այն առաջի սովից, որ Աբրահամի օրում եղել էր, Իսահակը գնաց փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ գերար։ Եվ հետո ասում է Եհովան երևաց նրան եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, բնակվիր այն երկրում, որ քեզ կասեմ, պանդուխ եղիր այս երկրի մեջ, եւ ես քեզ հետ կլինեմ, եւ քեզ կորտնեմ, որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրները, եւ կհաստատեմ այն երթումը, որ երթվեցի քո հայր Աբրահամին։ Նորից Աստված հիշեցնում է խոստմունքը։ Նորից Աստված հայտնվում է, ասում է սա է իմ կամքը, այս իրավիճակի մեջ այսպես մի արա, այսպես արա։ Մի իջիր Եգիպտոս։ Մնա այս երկրում պանդուխտ։ Ու գիտեք Աստծո կամքն էր, այդ պայի համար Աստծո կամքն էր Իսահակի համար այդպես անելը։ Եվ Աբրահամը հնազանդվեց։ Դրանից հետո իհարկե նա խնդիրների է հանդիպում, ես ուզում եմ տեսնենք 12-րդ խոսքից Իսահակ այն երկրի մեջ ցանեց։ Նայեք, երբ որ մարդը մնում Աստծուն հնազանդ, երբ որ մարդը սկսում է լսել Աստծուն, Աստծո կամքը իր համար կարևոր է, նա չի անում այնպես, ինչպես որ խելքն է բրդում։ Իսկ որ խելքը բրդեր, ուրիշ կերպ կարվեր, խելքի բրդացով։ Աստծո խոսքը ասում է, մի վստահիր քո հասկացողությանը, նենշի որ Աստված հասկացողությունը չի ասում մի օգտագործի, երբ որ Աստված մեզ փրկեց, մեզանից մեր հասկացողությունը չվերցրեց։ Աստված ուզում է, որ մենք մտածենք, բայց այնքան կարևոր է չվստահես աշկի տեսածին, այլ ապրես հավատքով։ Չվստահես ինչ որ դու ես մտածում, այսպես, այլ վստահես Աստված ինչ է ուզում։ Որովհետև հաջողությունը Աստծո կամքի մեջ է։ Հիշում եք Հեսուին։ Հեսուի ժամանակ Աստված Հեսուին ասում է. այս օրենքի գիրքը քո շուրթերից չհեռանա, այլ գիշեր ցերեկ խորի նրա մասին, որ պահես ու կատարես նրա միջի ասացի պես եւ այդ ժամանակ խելամուտ կլնես եւ ճանապարհներդ հաջողակ։ Ուրեմն այս խոսքը օրենքի գիրքը խորիր այդ խոսքի մասին, խորիր որտեվ Աստծո կամքն է գրված այս խոսքի մեջ, որ պահես ու կատարես այդ ժամանակը հաջողությունները լինում։ Աստծո կամքի, Աստծո խոսքի կատարման մեջ է մեր հաջողությունները։ Եվ մենք տեսնում ենք այստեղ, որ Իսահակը այդ երկրի մեջ ցանեց 12-րդ խոսքից։
Եվ այն տարի 100-ի չափ արդյունք գտավ։ Եվ Եհովան օրհնեց նրան։ Եվ մարդը բարձրացավ, քանի գնաց մեծացավ, մինչև որ շատ մեծացավ։ Գիտեք, ես նման է ամեն մեկիդ կյանքին, երբ որ հնազանդվեք։ Երբ որ իմանաք Աստծո կամքը, հնազանդվեք ու սկսեք քայլել Աստծո կամքի մեջ, գիտեք, միանգամից չենք մեծանում։ Կամաց ենք մեծանում։ Միանգամից չենք շատ մեծանում, այլ սկզբից մեծանում ենք, հետո էլի ենք մեծանում, հետո շատ ենք մեծանում։ Աստված ուզում է մեզ առաջնորդի, սովորեցնի, լցնի, բայց դա չի ուզում միանգամից լինի, որտեղ միանգամից կարող է մենք մեզ կորցնենք։ Աստված այդ անելով մեզ սովորեցնում է։ Ինչպես վարվենք։ Աստված պատրաստում է մեր սիրտը։ Աստված չի ուզում մի բան տա մեզ ու կորցնի, մեզ կորցնի։ Աստված չի ուզում մեզ լցնի ու մեր ուզածը, գիտեք, այսպիսի մի արտահայտություն կա, որ Աստծո ծառաներից մեկը ասել է. Եվ Աստված այնպես սիրեց մեզ, որ մեր ուզածը չտվեց մեզ։ Աստված ուզում է մեզ սովորեցնի։ Երբ որ երեխա ենք, մեր ձեռքը դանակ լուցկի չէին տալի։ Մենք էլ որ հիմա մեծ ենք, մեր ձեռքը վերցնում ենք արդեն, բայց երեխաներին մենք չենք տալիս, որովհետև ինչ կանի, կվնասի իրան։ Մինչև չսովորի դրա հետ վերաբերվելը, ինչպես է օգտագործվում։ Դա իր ձեռքը չեն տալի։ Կամ էլ չեն նստացնում մեքենայի ղեկին, ասում են դե քշի բալես։ Պետք է սովորի նոր հետո։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Իսահակի կյանքում կամաց, բայց այդ ամենը Տիրոջ կամքի մեջ, հնազանդության ճանապարհի մեջ, Տիրոջը լսելու ճանապարհի մեջ։ Երբ որ մենք սկսում ենք լսել Տիրոջը ու անել ինչպես Տերն է ասում, դրա մեջ է քո հաջողությունները։ Եվ ասում է գնաց, ինչքանի գնաց, մեծացավ, մինչև որ շատ մեծացավ, ոչխարներ, արջառներ եւ շատ ծառաներ ունեցավ, եւ փղշտացիկ նախանձեցին նրան, սկսեց։ Փղշտացիկ նախանձեցին։ Իրար մեջ չնախանձեցին։ Փղշտացիկ սկսեցին նախանձել։ Եվ գիտեք, ես ասեմ, երբ որ դու սկսում ես մեծանալ, երբ որ դու սկսում ես հաջողություններ ունենալ, իմացի, որ անպայման դու բախվելու ես այս նախանձի հետ։ Անպայման բարձրանալու այս նախանձը դեպի քեզ ու քո դեմ։ Իմացեք, սա լինելու է։ Բայց այնքան կարևոր է դու պահես քո սիրտը։ Իմացի նախանձից հետո գործողություններ է մշակվելու քո դեմ։ Բայց այնքան կարևոր է դու չշեղվես այն ճանապարհից, ինչ որ ասել է Տերը։ Որտեվ դրանից հետո նայեք, ինչ է սկսվում կատարվել։ Եվ իր հոր Աբրահամի օրերում իր հոր ծառաների փորած բոլոր ջրհորները փղշտացիկ գոցեցին, փակեցին։ Գիտեք ինչ էր նշանակում ջրհորները փակել։ Այդ տեղանքը որտեղ որ կար, որտեղ որ ապրում էին, այնքան էլ ջրառատ տեղանք չի։ Ավելի շատ անապատային տեղանք է եւ ջրհորը գոյատևելու, ապրելու համար կարևոր ջուրը, կարևոր բաղկացուցիչ մասը։ Նա ուներ շատ անասուններ, ոչխարներ եւ այդ ամենը ապրելու համար նույնպես ջուր էր պետք։ Այսինքն երբ որ սկսում են նախանձել, նրանք ուզում են քո աղբյուրները փակեն, այն աղբյուրները որտեղից դու սնվում ես։ Նրանք սկսում են գործել, գիշերը գործել, ծածուկ գործել։ Գիտեք, երբ որ եկեղեցին սկսում է աճել, մենք տեսնում ենք երկրի մեջ բարձրանում է, այս կարող է ինչ-որ բան սկսվի մեր դեմ։ Կարող է սկսվի։ Կարող է ինչ-որ սկսեն ասել, մեր եկեղեցիների հետ կապված, այս ինչ է, այսով է, այս երկրի խառնակիչներ, ինչքան եք լսել այդպես բաներ։ Այդ ամենը հետևանքը իրենց վախի։ Այդ ամենը հետևանքը նախանձի։ Ուղղակի քար շպրտել դեպի մեր կողմը։ Քար շպրտել են մարդկանց կողմը, ովքեր Աստծուն են լսում ու հնազանդվում։ Որովհետև դու արդեն երևում ես, դու արդեն լուսավորված ես, մարդիկ արդեն լույսը տենում են, կամ կուզենան գան դեպի լույսը, կամ էլ նախանձելու են։ Իմացի ու պատրաստ տեղի ու սիրտը ամրացրու եւ ավելի ու ավելի շատ Աստծուն մոտեցի, որովհետև այդ ժամանակ էլ է պետք ճիշտ գործել։
Չվարվել այնպես, ինչպես որ իրանք են ուզում, որ դու վարվես։ Որովհետև եթե իրանք ջրորները փակում են, դրա հետևից էլ ճանապարհ բան ունեն, գծած էլի, բա որ հանկարծ գա ու հարցեր ուրիշ ձև ուզենայի մեր հետ լուծի։ Իրանք արդեն սխեմա ունեն գծած։ Միշտ սատանան ունի խորհուրդներ ու ծրագրեր, որ մեր դեմ գործում է, որ մեր դեմ պատրաստում է։ Թե քո անձնական կյանքում, թե եկեղեցու հետ կապված։ Դու պետք է իմանաս, դու լինելով որպես անհատ, դու պատասխանատվություն ես կրում նույնպես եկեղեցու անունի համար նույնպես։ Այդ եկեղեցու անունը նույնպես կրող մարդ ես դու, որն է մեր եկեղեցու անունը։ Դու կրում ես եւ դու քո գործերի մեջ նույնպես այդ պատասխանատվություն ունես եկեղեցու անունը կրող, որ ավելի այդ անունը ավելի պարտավորեցնող նույնպես լինի քո կյանքի մեջ։ Ամեն։ Որովհետև մարդիկ միշտ շեշտադրում են, մատնացույց են անում մեզ։ Մատնացույց են անում շատ ուրիշ բաներ։ Միշտ այդպես է եղել ու սատանան միշտ այդպես էլ գործել է։ Եկեք նայենք առաջի դարում ինչ էր անում սատանան հավատացյալներին հետ կապված։ Առաջի դարում Ներոն կայսրը, որը հալածում էր հավատացյալներին, ատում էր հավատացյալներին, նա Հռոմը վառեց։ Ինչա մի հատ ինքը երկ պետք է գրի Հռոմի վառվելու հետ կապված։ Մի անհաջող վիճակ ու անհաջող մարդ, անհաջող կայսր, դիվահար։ Ու գիտեք ինչ արեց, ասեց հավատացյալներն են վառել։ Քրիստոնյաներն են վառել։ Ինքը արեց ու գցեց քրիստոնյաների վրա։ Ու սկսեց քրիստոնյաներին բռնելը ամբողջ Հռոմի մեջ։ Սկսեցին կենթանի այրել։ Մի գիշեր լուսավորեցին Հռոմի փողոցները քրիստոնյաներին կենթանի այրելով։ Սկսեցին խաչել, սկսեցին ընտանիքներով ձերբակալել ու առյուծների գուբը գցել։ Եվ այլն, շատ հալածանքները սկսվեց։ Պատճառը որն էր։ Այն ինչ որ իրանք անում էին, մեղավոր էին մանկալ, իսկ ով է մեղավորը։ Անմեղները, ովքեր որոշել են արդար ու սուրբ ապրեն, ովքեր որոշել են լույս լինեն, ում որ նախանձում են, ու եւ այլն։ Ու ես ինչ եմ տեսնում, ես տեսնում եմ նույնպես հալածանք է սկսվում Աստծո կամքը կատարողների դեմ։ Հալածանքը միշտ լինում է։ Հակառակությունը միշտ գալիս է։ Բայց գիտես, եթե Աստված մեզ հետ է, ինչը կարա մեր դեմ դուրս գա։ Եթե Աստված մեզ հետ է, այնքան կարևոր է, եթե բառ կա, եթե Աստված մեզ հետ է, իսկ Աստված ում հետ է, Աստված իր կամքը կատարողների հետ է։ Աստված իր կամքը կատարողների հետ է։ Ինչ գործիք էլ որ լինի, ինչ էլ որ լինի, ինձ ու քեզ չեն կարա կանգնեցնեն։ Եթե մենք չենք կանգնում։ Մենք չեն կարող կանգնեցնել, եթե մենք չկանգնենք։ Եվ նայեք հետո շարունակության մեջ։ Եվ Աբիմելեքն ասեց Իսահակին, գնա մեզանից, որովհետև մեզանից շատ զորավոր եղար։ Պատկերացնում եք թագավոր մարդ, ասի մեզանից զորավոր եղար։ Գնա մեզանից։ Թագավորի մակարդակով նախանձում էին։ Եվ Իսահակը գնաց այնտեղից եւ իր վրանները Գերարի ձորում բացավ եւ այնտեղ բնակվեց։ Իսահակը դարձյալ այն ջրհորները փորեց։ Ինչ պիտի անենք։ Նորից փորի։ Մինայի սկսի ծնկներին տալ։ Վա, ես մեր հորս փորած ջրհորները ոնց փակեցին։ Այս ոնց պիտի անենք, այս ջրհորներն էլ փակեցին, այս ջուր որտեղից էլ պիտի խմենք։ Սկսի փորել քո ջրհորները։ Սկսի նոր ջրհորներ փորել։ Նա սկսեց փորել։ Իր հոր օրերում, որ իր հոր օրերում փորել էին, որ փղշտացիկ գոցել էին Աբրահամի մեռնելուց հետո։ Նա սկսեց բացել այդ ջրհորները։ Փակածները սկսեց փորել ու բացել։ Աբրահամի մեռնելուց հետո եւ նրանց այնպիսի անուններ դրեց, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ Նույն ջրհորի անուններն էլ դրեց։ Գիտեք այնքան կարևոր է։ Ինչպիսի հիմք ենք մեր կյանքում վարդապետական թողել մեզ։ Ինչպիսի ավետարանի պարզություն է փոխանցվել մեզ։ Այնքան կարևոր է, որ մենք այդ նույն պարզությունն էլ մեր կյանքում պահենք։ Նույն, այն ջրհորները, որ մենք սնվում ենք, այդ ջրհորները բացենք ու անուններ չփոխենք։ Այդ նույն անուններով էլ դնենք։ Ամեն։ Եվ Իսահակի ծառաները փորեցին ձորում, եւ այնտեղ մի
մի կենթանի ջրհոր գտան։ Եվ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ, ասելով այդ ջուրը մերն է։ Եվ այն ջրորի անունը դրեց Էսեկ, որովհետև իրար հետ կռվեցին։ Եվ մի ուրիշ ջրոր փորեցին։ Նա գիտեք որն է։ Իրանք փորում էին ջրորը գտնում էին, նախանձողները գալի ասում են էսի մերն է։ Ինչ էր անում, կռիվ էր տալի հետները։ Ասում էր քոննա, արքես։ Գիտեք այդ համարձակությունը որտեղից։ Եթե Աստված մեզ հետ է, մենք թազը ջրոր կբացենք։ Գիտեք այդ համարձակությունը որտեղից։ Ինչպես Աբրահամն էր ասում։ Հիշում եք Ղովտին։ Ղովտ։ Սարերն ես ընտրում թե քաղաքը։ Որ սարը դու կընտրես, ես էմի սարը կընտրեմ։ Որն ես ընտրում, ես մտածելու բան չունեմ, դու որոշի։ Աստվածա իմ հետ։ Եթե Աստված մեզ հետ է, ինչ կարա մեզ հակառակ լինի։ Աստված նոր ջրհորներ կպատրաստի քեզ համար, կբացես դու այդ ջրհորները։ Նենշի ուղղակի որ դու ոչինչ չես անի, դու պետքա փորես քո ջրհորները։ Աստված քեզ համար ճանապարհներ ունի, շատ ճանապարհներ քեզ օրտնելու համար, որտեղ կարևորը դու իր կամքի մեջ ես։ Կարևորը Իսահակը այդ անապատային երկրի մեջ Աստծուն էր լսել, ինքը ինչպես վարվի, թե ինչ հալածանքներ, ինչ հակառակություններ կգար, ամենից էլ Տերը նրան հաղթող էր հանում։ Այնքան կարևորը դու լսես Տիրոջ ձայնը ու հնազանդվես Տիրոջ ձայնին։ Որտեւ ինչ գործիք էլ որ վեր կենա քո դեմ, չի հաջողվի, երբ չի հաջողվի, երբ որ դու նրա կամքի մեջ ես, երբ որ նրա խոսքի մեջ ես, երբ որ Աստծո խոսքը քեզ համար թանկ է ու դու հետևում ես այդ խոսքին։ Այդ ժամանակը որ քեզ ոչինչ չի պատահի, բայց եթե Աստծո խոսքից ու Աստծո կամքից մենք դուրս ենք, ասեմ, գյուլեն այդ բառը օգտագործեմ, էլի գյուլեն։ Գյուլեն լավ էլ կպնում է։ Չի կպնում, երբ որ իր կամքի մեջ ենք։ Ապահով ենք, երբ որ նրա կամքն է, մեզ որտեվ նա է մեր ասպարը, մեր զրահը։ Որտեվ Աստված է մեր ապահովությունը, բայց եթե մենք Աստծուց դուրս ենք, Աստծո կամքից դուրս ենք, կարկուտը մեր գլխին կխփի։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, բնակվելու մասին է խոսքը, նրա կամքի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, հա։ Բնակվողի մասին, Աստծո կամքը մեր կյանքի մեջ, բարի է, հաճելի ու կատարյալ։ Ուրիշ ջրհոր փորեցին, նրա վրա կռվեցին, նրա անունը Սիտնայք, էլի փորեցին, էլի կռվեցին։ Եվ այնտեղից չվեց, մի ուրիշ հոր փորեց, նրա վրա չկռվեցին։ Այդ մի ջրհորի վրա չկռվեցին։ Եվ նրա անունը դրեց Ռոհոբոթ, եւ ասեց թե հիմա Եհովան մեզ ընդարձակեց երկրի մեջ, պտղաբեր կլինենք։ Գիտեք որտեղ վեճեր կա, որտեղ կռիվներ կա, դու սարի տեղից։ Գնա նոր ջրհոր փորելու։ Աստված քո հետ է։ Բայց գնա փորելու, ոչ թե գնա թախտի վրա նստի, սպասի երկնքից 3 հատ խնձորին։ Գնա աշխատելու, գնա փորելու։ Գնա օրինակ լինելու։ Գնա ցուցադրելու։ Մի գնա ասա, դե Տերը, երբեք Իսահակը չասես, Տեր, դու ինձ ասել ես մնա, դե անձրև տուր էլի։ Կարար չի ասել, անձրև տուր ամանները կդնենք, հավաքենք ջուրա խմենք էլի։ Դու ես ասել, մնաց ինքը սկսես գործել, ինքը սկսես ջրհորներ փորել։ Եվ հետո շարունակության մեջ, եւ այնտեղից ելավ Բերսաբե, եւ Եհովան երևաց նրան այն գիշերը եւ ասեց. Ես եմ քո հոր Աբրահամի Աստվածը, մի վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ եւ կորտնեմ եւ կկշտացնեմ քո սերունդը իմ ծառա Աբրահամի պատճառով։ Ես քո հետ եմ, չվախենաս, որովհետեւ խոստմունք ունեմ կապած։ Այսօր էլ Աստված մեր հետ ունի ուխտ կապած, Աստված ուխտ էր կապել Աբրահամի հետ։ Ամեն։ Եվ այսօր էլ մենք Քրիստոսով ենք ուխտի մեջ։ Քրիստոսի պատճառով դու կլինես օրհնված, հնազանդվի նրան։ Ամեն։ Հնազանդվի Տիրոջը, լսի նրա ձայնը ու հետևի նրան։ Սկսի քո կարողությունը դնել գործի մեջ ու քո ջրհորները փորել։ Ինչ նախանձել, որ բարձրանա քո դեմ, միևնույնը մի հանձնվի։ Ինչ հակառակություն էլ որ դուրս գա քո դեմ, միևնույնը մի կանգնի։ Շարունակի փորել քո ջրհորները, շարունակի Աստծո կամքի մեջ մնալ, շարունակի այդ հակառակվողների պես չվարվել, այլ վարվել Աստծո կամքի համաձայն, ինչպես որ Աստծո խոսքն ասում, ինչ որ կկամենաք ձեզ անեն, դուք անեք, դուք արեք։
Չարին չարով չպատասխանելով այդ բարիով եւ այդ ժամանակ Հիսուսն ասում է կրակի կայծեր կժողովեք նրանց գլխին։ Շարունակեք Աստծո կամքի մեջ մնալ, ոչ թե որ կրակի կայծերը ժողովի նրանց գլխին, այլ որ դու ես սիրում Տիրոջը եւ ուզում ես Տիրոջ կամքին հետևել ու Տիրոջ կամքի մեջ լինել։ Եվ այդ ամենը գալիս է իմ ու քո սրտի միջի ցանկությունից եւ որոշումից, որ մենք որոշում ենք Աստծո կամքը կատարել, որոշում ենք ու ցանկանում ենք Աստծո կամքը ճանաչել։ Ամեն։ Թե չէ ինչ տարբերություն կլինի մեր եւ Աստծուն չճանաչողների միջև, եթե մենք վարվենք իրանց կերպ։ Ինչ տարբերություն կլինի հավատացյալի եւ անհավատի տարբերության մեջ։ Բայց տարբերությունը պիտի երևա թե խոսքերի մեջ եւ վերաբերմունքի մեջ։ Ամեն։ Պետքա երևա։ Լույսը չի կարա խավարի գործերը անի։ Լույսը պետքա լույսի մեջ լինի ու լույսի գործերը անի։ Լույսը պետքա լուսավորի։ Եվ երբ որ դու լուսավորում ես, նախանձը հակառակությունը կբարձրանա, չկոտրվես այդ ամենից։ Շարունակի քո գործը գործել։ Շարունակի գործել եւ հավատալ, որ Տերը քեզ հետ է, Տերը քեզ մատակարարում է, Տերը քեզ պաշտպանում է եւ Տերն է, Տիրոջից է ամեն բան գալի մեր կյանքի մեջ, Տիրոջից։ Նրանից է գալիս մեր կյանքը։ Նրանից է, նրանով է եւ դեպի նա է։ Հնազանդվի այդ օղակը, որ քո կյանքում գործի, նրանից, նրանով ու դեպի նա։ Եվ հետո ասում այնտեղ նա սեղան շինեց, Եհովայի անունը կանչեց եւ այնտեղ բացեց իր վրանը եւ այնտեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։ Եվ այլն ու տեսնում ենք շատ այս պատմության մեջ ինչ որ Աստված հաջողություն էր տալիս Իսահակին։ Աստված իր հետ էր, որովհետև Իսահակն էր Աստծո կամքի մեջ։ Նա լսեց Աստծո ձայնին, հնազանդվեց Աստծո ձայնին եւ սկսեց կատարել այն ճանապարհով գնալ ու ապրել, ինչպես որ Տերն էր առաջնորդում իրեն։ Ամեն։ Ու գիտեք, այդ ընթացքում հակառակությունները կգան։ Այդ ընթացքում նախանձել կբարձրանա, այդ ընթացքում շատ բաներ էլ կլինեն, չի ասում չեն լինի։ Հիսուսն էլ ասեց ինձ հետևողների համար կլինեն նեղություններ էլ կունենաք, ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Ասում այդ ամենը կունենաք հալածանքի հետ։ Եթե մեկը թողեց, հիշում եք Հիսուսն ասում է. հայր, մայր, որդիկ, արտեր, կերակուր, իմ համար կունենաք հայրեր, մայրեր, արտեր, հալածանքի հետ կունենաք։ Հալածանք էլ կլինի։ Մենք շատ անգամ սիրում ենք այն առաջի մասը, թողնելով հալածանք բառը, բայց հալածանքը լինում է մի բանի պատճառով, որովհետև խավարը նախանձում է մեզ, որովհետև խավարի ծրագրերը, սատանայի ծրագրերը, սատանան գործում է։ Դու պետք է պատրաստ լինես ուղղակի այդ ժամանակների մեջ իրանց պես չվարվել։ Դու պետք է պատրաստ լինես քո սիրտը պահել, մնալ Աստծո կամքի մեջ, որովհետև շատ անգամ մարդը իրան կարողանում է, գիտեք, սկզբի մասում ճիշտ պահի, իսկ այդ վիճակի մեջ սխալվի։ Երբ որ գալիս է, այն որ կա, չէ՞, ջանին է հասնում, մեր բառը ասենք, էլի, արդեն մեր վերաբերմունքը փոխվում է։ Մինչև այդ ուրիշի հետ էր կապված, հա, մենք շատ լավ կարող ենք սովորացնել։ Այս հենց արեք, նենց արեք, նենց արեք, բայց երբ որ գալիս է հենց մեզ է վերաբերվում, մենք կարող ուրիշ կերպ վարվենք։ Ոչ։ Մենք էլ պետք է վարվենք։ Հենց այնպես, ինչպես որ Աստծո կամքն է ու Աստծո խոսքն է։ Ու այդ ժամանակը իրականում որ Աստծո զորությունը դու կտեսնես քո աչքերով, որովհետև Աստված քո հետ է։ Աստված քո հետ է եւ հիշում եք Դավիթը Սաղմոսների մեջ ինչքան է ասում. Տեր ինձ ազատի իմ թշնամիներից։ Ու մենք տեսնում ենք Աստված ոնց է ազատում թշնամիներից։ Մենք տեսնում ենք Դավիթի ընթացքը, ինչպես է անցնում ու ինչ խնդիրներով, ինչ, չէ՞, հենց օտեցին որպես թագավորը սկսեց խնդիրները։ Հենց ընտրվեց, սկսվեց խնդիրները։ Սկսվեց։ Ինչա՞ մեր մոտ չի սկսվի, մեր մոտ էլ է սկսվում։ Մեր դեմ էլ է սկսվում, որտեղ նույն հակառակորդ թշնամին է գործում, սատանան։ Ամեն ժամանակ տարբեր կերպ, ամեն մեկի հետ տարբեր ձևով, բայց միևնույնն է, թշնամին նույնն է, սատանան։ Բայց միևնույնն է, Աստված էլ է նույն։ Նույն Աստված։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը, Դավթի Աստվածը մեր հետ է։ Հիսուսը մեզ համար ուխտ կապեց իր արյունով։ Եվ մենք Քրիստոսի ուխտի հետ ենք, նրա հետ մեկ ենք դառել, ու Աստված
մեր համար գործում է։ Այդ ուխտի պատճառով։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը, ուխտի Աստվածը, որ այսօր ես եւ դու ուխտ ունենք Տիրոջ հետ Հիսուսով, այդ նույն Աստվածը մեր համար գործում է։ Դրա համար էլ ասում է ձեզ կպնող ինձ է կպնում։ Իմ աշկի բիբին, չէ՞, խոսք ասում է։ Ձեզ կպնող իմ աշկի բիբին է կպնում։ Ինչ է կարծում աշկի բիբը, աշկի լույսը ո՞նց է մարդ պահում։ Անկամ ժողովրդական էս ասացված կա, չի ասում է աշկի լույսի պես պահի։ Մի թանկ բան որ ելնում ասում աշկի լույսի պես պահի։ Այդպես էլ Աստված ինձ ու քեզ է պահում, եթե մենք իր կամքի մեջ ենք։ Աշկի լույսի պես։ Դրա համար ասում ձեզ կպնողը իմ աշկի բիբին կպավ։ Իսկ Աստված պահել գիտի իր աշկի բիբը։ Ամեն, ուղղակի մեզ պետք է մնալ Տիրոջ կամքի մեջ։ Երկրորդ 15-րդ խոսքի մեջ գրված է. բռնեցեք մեզ համար աղվեսները, այգիներ ավերող պստիկ աղվեսները, որովհետև մեր այգիքը ծաղկել են, մեր այգիք ինչ են արել այգիները, ծաղկել են։ Իմացեք, եթե մի բան ծաղկում է, դրա հետևանքը լինելու է պտուղ։ Եթե չի ծաղկում, ասում է այս տարի լավ ծաղիկ չկա, պտուղն էլ լավ չի լինի, կամ չծաղկես, պտուղ էլ չի լինի։ Բայց ես ուզում եմ ասել, որ Տերը կամենում է, որ քո կյանքի մեջ դու ծաղկես ու պտուղ բերես։ Բայց ասեմ մի բան, կան աղվեսներ, որոնք ավիրում են այգիները։ Փոքր աղվեսներ, չի ասում, հրեշներ։ Փոքր աղվեսներ։ Փոքր ձևի, փոքր նախանձներ է բարձանում, լավ սենց ասեմ։ Աղվեսները, որը թշնամու կողմից է ուղարկված։ Աղվեսներ, որ ուզում են գան ու քո այգին ավերեն։ Այն օրհնությունները գողանան, որ Տերը քեզ համար է պատրաստել։ Բայց այնքան կարևոր է բռնես այդ աղվեսներին։ Օրինակի համար մենք շատ անգամ մտածում ենք աղվեսները ուրիշ կողմից կգան, բայց այդ աղվեսները շատ անգամ մեր վատ բնավորության գծերն են։ Ու մեր գիծը, մեր բնավորության գիծը փչացնում է այն պտուղը, որ Տերը ուզում է մեզ համար լինի։ Ու եթե դու չբռնես այդ փոքր աղվեսին քո կյանքի մեջ, քո պտուղը կփչանա։ Ինչ է կարծում Սուրբ Հոգու պտուղները ուղիղ բնավորության հետ կապված չի։ Իսկ այդ աղվեսը գալիս է փչացնի պտուղը։ Մեր հին էությունն ու հին բնավորությունը ուզում է այդ պտուղը չձևավորվի։ Աստծո կամքն է, որ դու լինես պտղաբեր։ Աստծո կամքն է, որ դու լինես մեկը, որ Աստծուն լսող ու հնազանդվող կլինես, որ դու նման կլինես Տիրոջը։ Մենք որոշել ենք, որ հետևենք Քրիստոսին, մենք որոշել ենք նմանվենք նրան։ Ճիշտ է։ Եվ Աստծո կամքն է, որ մենք ձևավորվենք, Աստծո կամքն է իր խոսքը կիրառող լինենք, իր խոսքով ապրող լինենք։ Եվ մեր կյանքի հին էությունը ուզում է գլուխ բարձրացնի այդ փոքր աղվեսները, որ փչացնի պտուղը։ Հերուման մի արի, տենաս որտեղից են այդ աղվեսները գալիս։ Այդ աղվեսները մեր հին էությունից է գալիս։ Այդ աղվեսները գալիս է մեր այն հին ապրելակերպից, որ մինչև Քրիստոսն ենք ապրում։ Բռնի այդ աղվեսին ուղղակի։ Եթե դու չբռնես, ոչ ոք չի կարա իմանա այդ հինը որն է։ Դու ինքդ լավ գիտես քո հինը որն է։ Դու ինքդ լավ գիտես ինչպիսին է իր ու ինչ բնավորություն դու ունես։ Աստված գիտի ու դու գիտես։ Դրա համար քեզ ասում դու բռնի այդ աղվեսներին։ Քո տեղը ոչ ոք չի կարա այդ աղվեսները բռնի։ Հովիվը կարա քարոզի աղվեսների մասին, բայց չի կարա բռնի քո տեղը։ Հովիվը իր աղվեսներին թող բռնի։ Բայց դու քո աղվեսներին։ Չնայած քոնը չի բռնի հարցերը լուծի։ Քոնը պետք է լինի։ Մի պահի, նրանք ավերող բաներ են։ Ընտանիքի մեջ, հարաբերությունների մեջ աղվեսներ չկան, այն էլ ինչքան կան։ Բռնի այդ աղվեսին։ Եկեղեցում հարաբերության մեջ աղվեսներ չկան, կան, բռնի այդ աղվեսներին։ Քո շրջապատի, քո կոլեկտիվի, որտեղ որ դու կաս, գործում ես, ծառայում ես, որտեղ որ դու, աշխատում ես, այդ հարաբերությունների մեջ աղվեսներ չկան, կան, այդ ամենը քո այգին է, որտեղ Աստված քեզ տնկել է, որ դու իրականում հաջողակ լինես, Աստծո կամքն է, քո կյանքի մեջ լույս լինես ու աղ լինես, չէ՞։ Վերկաց լուսավորի լույսը եղել է։ Լույս եղի։ Աղվեսները ուզում են, որ քեզ անպտուղ սարքեն։ Աղվեսներն ուզում են, որ դու հաջողակ չլինես։ Բռնի այդ աղվեսներին քո կյանքի մեջ։ Երբ որ դու բռնես այդ աղվեսներին,
դու պատխաբեր ես լինելու, որովհետև ծաղկել է արդեն, ժամանակն եկել է, ծաղկել է, ծաղիկներ երևում են։ Դրանից հետո ցոգոլն է երևալու։ Հələ էլի ժամանակ կա, մի քիչ էլ համբերի։ Ցոգոլից հետո նոր պտուղը մեծանալու է ու հասունանա։ Բայց մշակի քո պարտեզը, պահպանի քո պարտեզը, որովհետև ինչ է ասում Աստծո խոսքը Առակաց 24-րդ գլխի մեջ։ Ծույլ մարդի արտի մոտով անցկացա, պակասամիտ մարդի այգի մոտով։ Եվ ահա բոլորը փշեր էին դուրս եկել, նրանց երեսը ծածկել էին եղինջներ եւ նրա քարի պարիսպը փուլ էր եկած։ Եվ երբ որ տեսա, դրի մտքիս մեջ մտի կարի եւ խրատ բեր առա։ Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռքի տալ պարկել, այն ժամանակ քո աղքատությունը կգա իբրև ճանապարհորդ եւ քո կարոտությունը սպառազինյալ մարդի պես։ Ինչ ենք տեսնում? Ծույլ մարդը, ոչինչ չանող մարդը, աղվեսներին չբռնող մարդը։ Իսկ այդ աղվեսները գիտես երբ են մտնում? Պատը փուլ էր եկե։ Սկսի կառուցել պարիսպները։ Սկսի կառուցել Աստծո խոսքով քո պարիսպները։ Արանք մի թող որ աղվեսը մտնի։ Քշի այդ աղվեսներին, թակարդներ դիր այդ աղվեսների համար։ Աշխատի քո հոգևոր մարդու, քո բնավորության վրա։ Նորից եմ ասում, Իսահակը ինքը սկսեց աշխատել, նոր ջրհորներ փորել։ Իսահակը չնստեց ու մտածի, որ Աստված պիտի գա իր փոխարեն փորի։ Նա ինքը սկսեց փորել։ Նրանք սկսեցին փորել ջրհորներ եւ նրանք գտան ջրհորները։ Դրա համար Սատանան միշտ ուզում է կանգնեցնի քեզ, փչացնի այն պտուղը, որ կա պատրաստված քո կյանքի համար, կամ էլ անպտուղ անի։ Բայց իմացի, մեզանից է կախված, մեր որոշումից է կախված։ Եվ այդ ամենի մեջ Աստված քո հետ է, որ քեզ օգնի։ Այդ ամենի մեջ Աստված քեզ իմաստություն է տալիս, որ դու իմանաս ինչպես վարվես, ինչպես գործես, ինչպես խոսես։ Ծուլությունը բերում է անպատղաբերություն։ Ծուլությունը բերում է աղքատություն։ Ծուլությունը դա կարա լինի հոգևոր ծուլություն նույնպես։ Երբ որ մարդը իր հոգևոր կյանքի վրա չի աշխատում, իր հոգևոր մարդու բնավորության վրա չի աշխատում։ Նույնպես փոխհարաբերությունների մեջ, եթե դու մտածում ես փոխհարաբերությունները առանց ոչինչ անելու կուղվեն, ոչ, չեն ուղվում։ Փոխհարաբերությունները ուղղվում են, երբ որ դու քայլ ես անում ու սկսում ես կառուցել այդ մարդու հետ հարաբերություն։ Եթե ինչ-որ մեկի հետ ունես փոխհարաբերություն, խաթարված փոխհարաբերություն, մի սպասի, որ ինքը քայլ անի, դու քայլ արա։ Որովհետև դու ես լույսը, որովհետև դու ես Աստծուն ճանաչողը։ Ինչ կուզենաք ձեզ անեն, դուք արեք։ Դա է Աստծո կամքը մեզ համար։ Որովհետև մենք ենք որոշել նմանվել Հիսուսին, նրանք չեն որոշել։ Երանի նրանք էլ որոշեն, բայց նրանց որոշումը կախված է քո վերաբերմունքից, քո քայլից։ Միգուցե դա առիթը կհանդիսանա, որ նա ուզենա ճանաչեն Աստծուն, որ դու ես հետևում։ Որովհետև մարդիկ վերջի վերջո պիտի տեսնեն լույսը, լույսը, որ քո վրա է ծագել։ Ինչպես են տեսնում մարդիկ լույսը։ Մարդիկ տեսնում են քո քայլերից, քո վարքից, քո վերաբերմունքից, քո գործողություններից։ Մարդիկ այդ են տեսնում։ Ու այնքան կարևոր է մենք չնստենք սպասենք, ով է գալու մեր փոխարեն անի։ Մենք նախաձեռնող լինենք։ Նախաձեռնող լինենք մեր բնավորությունը փոխելու, նախաձեռնող լինենք մեր հարաբերությունները շտկելու, նախաձեռնող լինենք, որովհետև նորից եմ ասում, Աստված չնստեց սպասեց մեր հետ հարաբերության մեջ մենք քայլ անենք, ինքը քայլ արեց դեպի մեզ։ Երբ որ մենք մեղքերի մեջ էինք, ինքը եկավ մեզ համար գին վճարեց։ Երբ որ մենք դեռ իրան չէինք ճանաչում, բայց ինքը մեզ ընտրեց։ Ինքը խաչվեց մեզ համար
ու ինքը առաջինը ձեռք մեկնեց մեզ։ Դա էր Քրիստոսը։ Դա է Աստծո սերը։ Եվ այնքան կարևոր է մենք գիտակցելով դա, հիմա հասկանանք, որ այդ սերը մեր մեջ է, եւ մենք պետքա վարվենք այնպես, ինչպես որ Աստված մեր հետ է վարվել։ Դա է ճանապարհը։ Նորից եմ ասում, Իսահակի օրինակից։ Իսահակը լսեց Աստծուն եւ արեց այնպես, ինչպես Աստված էր ասում, անում։ Ինչպես Աստված ասեց, արեց այնպես, ինչպես լսել էր։ Եվ այդ ընթացքի մեջ նա շատ մեծացավ։ Մեծացավ, հետո շատ մեծացավ։ Երբ որ շատ մեծացավ, հարցակումները սկսվեց։ Նախանձը բարձրացավ։ Տարբեր երևույթներ բարձրացան, բայց նա շարունակեց վարվել Աստծո օրինակով։ Շարունակեց վարվել ոչ թե մարդկայնորեն ինչպես որ իր հետ վարվեցին, այլ ինչպես որ Աստված էր ուզում իր ինքը անի։ Դրա համար շատ կարևոր է սիրելի Աստծո ժողովուրդ, չնայել երևույթներին, չնայել իրավիճակներին, այլ վարվել ինչպես որ Աստված է քեզ ասել ու առաջնորդում։ Ու գիտեք հետարքիրը որն է։ Հիշեցի մի տեղ, որ Ահարոնի գավազանը ծաղկեց։ Գիտեք ինչ էր նշանակում Ահարոնի գավազանը ծաղկեց։ Ահարոնի գավազանը դա նա է։ Աստվածուն որ ընտրում է, ցույցել է տալի, որ ես իրան ընտրել եմ։ Որ ես իր հետ եմ։ Աստված Մովսեսին ասում է. Ցեղերի իշխանների բոլորի գավազան, իշխանների, առաջնորդների բոլորի գավազանը հավաքի։ Ում որ ես ընտրել եմ, պատկերացնում եք 4 գավազանը, ծաղկի ու պտուղ տա։ Մի օրվա մեջ։ 4 կտրված 4 գավազան է, որ կա մարդիկ այն ժամանակ իշխանները չէ գավազաներ ունեն։ Փայտից կտրված գավազանը չորացած։ Ծաղկեց ու հասցրեց պտուղ տա։ Նշանի էր, նուշ տվեց։ Աստված ցույց տվեց, ասեց ում գավազանը ծաղկեց ու պտուղ տվեց, ես նրան եմ ընտրել։ Ու Ահարոնի գավազանը ծաղկեց ու պտուղ տվեց։ Ով է հիշում այն տեղը, որ ասում է դուք ինձ չընտրեցիք։ Ես ձեզ ընտրեցի։ Աստված քեզ ընտրել է։ Եվ ինքն էլ չորացած գավազան էլ լինենք, չենք մնա չորացած։ Կծաղկենք ու պտուղ կտանք, որտեվ ինքն է մեզ ընտրել։ Մեզ պետք է հետևել Տիրոջը, մնալ նրա կամքի մեջ, հետևել նրա կամքին, ճանաչել նրա կամքը, ճանաչել ճշմարտությունը, որ Աստծո կամքն, Աստծո խոսքն է, եւ լինել ազատ։ Հետևել Տիրոջը, սիրել Տիրոջը։ Ամեն։